նախ եթե հիշում եք մեր պահանջագրի մեջ կետերից մեկը, պահանջներից մեկը ատելության քարոզի վերացումը եւ ատելության քարոզ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելն է եւ մենք էլ շատ լավ տեսնում ենք, որ հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից են հենց հրապարակային կերպով նմանատիպ ատելության քարոզ գեներացվում արցախցիների դեմ։ Մենք որպես խորհուրդ պայքարելու ենք նաև դրա դեմ եւ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելու ենք, որ ատելության քարոզ գեներացնողները ուղիղ թե անուղղակի կերպով պատասխանատվության ենթարկվեն, իսկ արցախցիներին, որոնք ատելության քարոզի զոհ են դառնում, ուղղակի խնդրում ու հորդորում եմ, որ զուսպ լինել, որևէ կերպ չտրվել այդ սադրանքներին, համապատասխան կամ համարժեք ագրեսիվ խոսք չգեներացնել, որովհետև նրանք հետո դա կիրառում են մեր դեմ եւ հնարավորինս անել, որ մենք սիրով եւ հարգանքով վերաբերվենք մեր բոլոր հայրենակիցներին, իհարկե սա չի վերաբերում ֆեյքերին, սա չի վերաբերում այն ուղիղ թշնաման գեներացնողներին, բայց թշնամանքի դեմ թշնամանքով չպայքարել, որովհետև ժամանակը գալու է եւ բոլորը իրենց պատասխանատվությունը կրելու են։